Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը պատկանող գազալցականում տեղի ունեցած սպանության ժամին Նիկոլ Փաշինյանը ևս Արմավիրի մարզում է գտնվել։ Իրավապահները փնտրում են Ճապմակ անվամբ հայտնի անձին։ Քիչ առաջ Արմնու լրատվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ գազալցականում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով եւ 155-րդ հոդվածի առաջին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ասել է, թե Արմավիրի մարզում հայտնի Ճապմակ անվամբ 33-ամյա Կարեն Բադալյանին իրավապահները փնտրում են։ Սակայն ուշագրավն այն է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի Արմավիրի մարզում գտնվելու հանգամանքը կրիմինալին չի զսպում եւ արդյունքում կրակոցներ են հնչում եւ մեկ անձ է սպանվում։ Ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ գազալցականը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն եւ սկեսրոջը։ Ըստ Շամշյան.com-ի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության եւ ոստիկանության Վաղաշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել էին կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզում հայտնի Ճապմակ անվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում եւ հանցագործության գործի կատարճանակը հայտնաբերելու ուղղությամբ մինչ օրս իրականացվում են աշխատանքներ։ Հավելենք նաեւ, որ մինչ քաղաքապետի մտերիմներին պատկանող գազալցականում մարդ են սպանում, Նիկոլ Փաշինյանը այդ նույն ժամին գտնվում էր Արմավիրի մարզում եւ Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում մասնակցում էր մոդուլային 144-րդ տեղանոց մանկապարտեզի բացմանը։